Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 11-ի համար։ Հնարավոր է մյուս ալիքում չլինեն տեսանյութեր, որովհետև ֆոտոմս շատ է ցավում եւ անհնարին է այդքան խոսել եմ։ Գիտեք, որ ես դրսում այդքան է չեմ սիրում ատամնաբուժի մոտ այցելել, միշտ երբ որ հնարավորություն է լինում գալիս եմ Հայաստան, բայց ինչ որ չգիտեմ ոնց որ թե ավելի շատ թշիս մասն է կոպտացել։ Այնպես որ հնարավոր չի երկար խոսել։ Եթե հնարավոր լինի երկար խոսել, ապա այս ալիքում ամսի 12-ի տեսանյութը կանեմ։ Եթե ոչ, ապա մյուս ալիքում դեռևս այսօրվանը չլինի, ուրեմն չեմ կարողացել անգամ երկրորդ տեսանյութ անել։ Եվ իհարկե հաջորդ օրը արդեն ամսի 12-ն է, եւ կարող եք նայել թվայգիտության ալիքում, հենց այսօր սա տեղադրելուց հետո նա կտեղադրեմ ամսի 12-ի համար։ Եվ 1-2 բան էլ եւս կտեղադրեմ այս թեմայի վերաբերյալ, թե ինչ կարող եք անել, որովհետեւ այսօրը շատ կարեւոր օր է։ Այսինքն ամսի 12-12-ը, հա, կտեղադրեմ։ Միասին կարող եք տեղադրեմ, կարող եք նայել, հետո փնտրել ինչ որ տեղեկություններ նաեւ էջում կամ ալիքում նաեւ իհարկե կարճ լինի շորտերում տեղադրեմ։ Դեռ չգիտեմ, հնարավոր է շորտերում տեղադրեմ։ Ամսի 12-ի վերաբերյալ որոշ հատվածներ, որովհետև խոսելու չգիտեմ, այդքան հնարավորություն չկա։ Փորձում եմ ես ինքս հատկապես այստեղ ես ոչ ոքին չեմ ճանաչում եւ չգիտեմ էլ անգամ ինչ դեղեր են, ինչպես է, ինչ պետք է արվի, դրա համար էլ չեմ գնում այսպես տառապում եմ հայավարի ողողումներ, նաեւ իհարկե լցնում եմ շատերիդ ասած մեխակի յուղը, բայց դա ոչինչ չի անում։ Ոչինչ։ Այսքանը, սիրելիներս, շատ բարգացնելու արդյունքն է, իդեպ ասեմ, դրա համար էլ փակվել են մեկնաբանությունները, դրա համար էլ դուրս եմ եկել Facebook-ից եւ այլևս Facebook-ում էլ չեմ լինի, Facebook-ում կլինի Եվան, այստեղ չեմ բացել, որովհետեւ այդքան չի կարող Եվան պատասխանել բոլորին կամ լայքել բոլորին, ի վերջո ես էլ եմ բարկանում, դրա համար լավ կլինի, որ ուղղակի փակ լինի մեկնաբանությունները։ Եթե ժամանակ է լինում, որ ժամը պետք է լինի, ժամերը գրեմ, ապա դուք կարող եք ընդհանրապես սեղմել վերնագրի վրա, այսինքն գրված է կանխատեսում այսօրվա համար, դա վերնագիր է, չէ՞։ Սեղմում եք մեկ կլիկ վրան եւ ինքը տակը ամբողջությամբ կբացվի յուրաքանչյուր տեղեկատվություն։ Դուք կարող եք այնտեղ նաեւ փնտրել ժամերը, որովհետեւ ժամերը նաեւ այնտեղ են լինում եւ էկրանի վրա էլ որ մի հատ կտացնեք, այնտեղ գրված է բոլոր ժամերը։ Բոլոր նշանների մասին այնտեղ գրված է։ Թեկուզ այդ նշանի վրա էլ որ սեղմեք, էլի ներքևում կբացի։ Բայց ավելի հեշտ տարբերակ է վերնագրի վրա սեղմելը։ Յուրաքանչյուր պարագայում ինչ էլ որ լինի, եթե փնտրում եք իմ մյուս ալիքները նույնպես վերնագրի վրա սեղմեք, ինքը ներքևում տեղեկությունը կգա։ Լուսնային էլ դրա համար չի լինում, որովհետև երկար չեմ կարողանում խոսել։ Ձեր խոսում եմ, հետո գնում եմ ցավին դիմանում, հետո այլևս ոչինչ չեմ ուզում անել։ Ինչ արած մարդկության պատճառով է, իմ պատճառով չէ, մարդկության։ Եվ ընդհանրապես մի բան կարող եմ ասել, որոշել էի չխոսել այս թեմայի շուրջ, բայց ընդհանրապես մի բան կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ պետք է հարգի իր տարիքը եւ հարգի դիմացինի տարիքը։ Եվ իմ մայրս 60-ից 65 տարեկան անց 65-ից անց կին եմ։ Եվ եթե ես մի օր իմանամ, որ իմ մայրը իմ տարիքի աղջկան կվիրավորի կամ կորոշի հետը չանգեչանգ, հա, հայերեն ասված կռիվանի, ապա ես կհրաժարվեմ իմ մորից, որովհետև մարդ պետք է նախ առաջին ինքը իրան հարգի իր տարիքը, հետո նոր դիմացինին անընդհատ վիրավորի։ Երդվում եմ, ես կհրաժարվեմ իմ մորից։ Իմ մայրս յուրաքանչյուր մի թեթև սխալ ես իր հետ օրերով չեմ խոսում։
եւ ես երբեք չեմ հարգի այդ կնոջը, ով որ իր տարիքի, իր երեխայի տարիքի մեկի հետ կարող է այդպես լեզվակռվի մեջ մտնել, վիրավորել եւ այլն։ Դա ուրեմն չգիտեմ ով է։ Նման մարդիկ 70 տարեկան շատ քիչ են հասնում։ Ասեմ իմանաք, 70-ում իրոք հեռուստացույցի դիմաց են մահանում։ Այսքանը կասեմ, եւ դա է պատճառը, որովհետեւ իմ ատամնացավը անցել էր, դա է պատճառը, որ նորից կրկնապատկվեց եւ հանուն, որ այսպես մտածում եմ, հանուն ոչ ոքի դա։ Հանուն իրոք ոչ ոքի։ Այսքանը, հիմա արդեն գնայինք կանխատեսումը։ Եվ մեկ բան էլ ասեմ, ովքեր որ կլսեն, ես առանձին նաև հեսա տեսանյութ կանեմ, կարճ եւ կտեղադրեմ իմ բոլոր յուրաքանչյուր ալիքում, որքան ալիք որ ես ունեմ։ Խորհրդատվության ժամանակ լավ երկար բարակ մտածեք, ճիշտ հասկանանք իրար, նոր հետո որոշեք խորհրդատվություն վերցնել ինձ մոտ։ Որովհետև պահանջները, որը որ թելադրում եք արդեն գումարը փոխանցելուց հետո, դա նորմալ չէ։ Պետք է իրար հասկանալ, նոր հետո վճարումը կատարել։ Պետք է հասկանալ, թե դուք ինչ եք ուզում։ Եթե դուք ուզում եք շատ ինչ-որ այլ թեմաներ, ապա դուք պետք է հասկանաք, որ նման բաներ անհնարին է ինձ մոտ։ Երկար բարակ այդպես խոսելը։ Ինձ մոտ միայն այս պահին գործում է խորհրդատվություն միայն կարմայի վերաբերյալ, ուրիշ ոչ մի թեմայի շուրջ գոյություն չունի խորհրդատվություն համենայն դեպս այս պահին։ Հունվարից հետո չգիտեմ ինչ կարող է լինել։ Բայց էլի եմ ասում, եթե դուք հասկանում եք ինչ եք ուզում, պետք է դիմացինին է բացատրեք, թե դուք ինչ եք ուզում։ Եվ դիմացինը որպեսզի հասկանա, արդյոք կարող է ձեզ տալ այդ խորհրդատվությունը, թե ոչ։ Ոչ թե հետո պետք է հետո որոշեք, որ ինչեր է պետք անել։ Դրա մասին մտածեք, հետո նոր ինձ դիմեք։ Որովհետև ես նման բաներ չեմ ընդունում։ Եվ որոշ մարդկանց գումարը այսօր եւ այդ, ովքեր որ լսում են, ձեզ էլ նամակ կուղարկեմ անպայման, որ ուղարկեք ինձ ձեր տվյալները գումարը հետ փոխանցելու համար, որովհետև նման բաներ ես չեմ ընդունում։ Պայմանավորվածություն ես սիրում եմ ամեն ինչ իր դարակներում։ Եթե ընթացքում պետք է որոշեք, որ ինչ-որ մի բան այսպես չի, այնպես չի, ուրեմն արդեն դա ավելի լավ է այս պահին ընդհատել եւ հետո ես չեմ կարող 1 ժամ խոսել, ձեր կյանքը պատմել ձեզ, հետո դուք ինձ ասեք, գիտեք, ես սա չեմ ուզում։ Ես ուրիշ բան եմ ուզում։ Դրա համար կողմնորոշվեք ինչ եք ուզում, հետո նոր որոշեք, որ ինձ պետք է դիմեք։ Դրա համար փակվեց խորհրդատվությունը, գոյություն ունի դասընթացները, տեսանյութերի տեսքով վաճառք եւ գոյություն ունի միայն խորհրդատվություն կարմայի վերաբերյալ, ուրիշ ոչ մի բանի վերաբերյալ ես այս պահին խորհրդատվություն ընդունել չեմ կարող։ Ոչ էլ ուզում եմ։ Այսքանը։ Հիմա արդեն անցնենք կանխատեսմանը, շատ խոսեցի, արդեն նորից սկսեց ցավել։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 11-ին։
Հարգելի խոյեր, որովհետեւ կտրուկ քայլ տեղի կունենա ձեր տան հետ կապված հարցերում, միգուցե կտրուկ որոշեք տան եք միջոցառում անում, կտրուկ որոշեք վաճառում եք եւ այլն, այն ինչ որ պահեր են տան եւ տան անդամների հետ կապված։ Նաեւ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, միգուցե մասնագետի հետ եք խոսում տան հետ կապված ինչ որ հարցերով։ Նաև այդ օրը ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, օրվա ընթացքում կարող եք տխրել, ինչ-որ մի բան ձեզ կարող է դուր չգալ։ Սեղանի շուրջ եք նստելու եւ որոշ խոչընդոտներ կան նաև երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 11-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, եւ սպասում եք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հաջողություն եւ դռները բաց կլինեն ձեր առջեւ, նա ինչ-որ դուք ուզում եք անել, այդ դա կարող եք հանգիստ անել, նաեւ կարիերային միգուցե կարիերային է դա վերաբերվում, էլի առաջընթաց ունեք, զարգացում ունեք, եւ այստեղ շատ չի կարիերայի առաջ խաղացումը, բայց այստեղ նաև զարգացում եւ առաջ խաղացում ունեք առանձին։ Այս կարիերան թեթև կամ կարող եք թեթև պատվերներ գրանցել կամ որևիցե ինչ որ ձեր գործը, ինչ որ չափով առաջ գնա։ Այստեղ 3 քարտն էլ ձեզ առաջ խաղացում է ցույց տալիս նոր դռների բացում եւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին դեկտեմբերի 11-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը գումար կամ կստանաք կամ նաև գումար եք ծախսելու։ Այդտեղ օծեր կան, բամբասանք, նաև միգուցե ձեր անկողնային կյանքն են քննարկում, միգուցե ձեզ խառնում են, ասում են, չգիտեմ, քո հարազատը կամ սա անկողնային հարաբերություններ ունի սրա հետ, ինչ որ պահեր են, որոնք որ կամ ձեն են քննարկում կամ ուզում են խառնեն դրանով։
Ժամը ձեզ համար շատ կարևոր է այդ օրը կամ ինչ-որ ժամի հետ կապված կարող է լինել, նայիդ այս ժամին դեռ չկա, այս ժամին դեռ տունը չի եւ այլն, հա, միգուցե ասենց ինչ-որ խոսակցություններ, թեմաներ բացեն, բայց ամենայն դեպս դուք կարող եք ուշ ժամի գալ տուն, ինչ-որ մեկը կարող է ուշ ժամի գալ տուն եւ ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաեւ սա այդքան էլ լավ լուր չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 11-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանկարծակի լուր եք լսելու, նաև միգուցե հիվանդանոցի մասին է, նա որ երեխան է ծնվում, նա որ ինչ-որ մեկն է հիվանդանոցում, նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, միգուցե առավոտյան շատ շուտ եք լսում այդ մասին կամ ժամ եք պայմանավորվում, օրինակ հիվանդանոցի հետ կապված կամ այդտեղից ասում են, որ այդ ժամին չէ, մեկ այլ ժամի պետք է գաք, ինչ-որ պահեր են նաև։ Տան հետ կապված որևէ իրադարձություններ ունեք կամ առիթ է կամ տեղափոխվում եք, տան ընտանիքի անդամների հետ է նաև կապված սա եւ իհարկե առիթ հա կամ ձեր տունը կամ պետք է գնաք։ Հաջողություն ունեք, դռներ են բացվում ձեր առջև եւ անմիջապես ձեր շրջապատում հայտնվում են երգեսանի մարդիկ, միգուցե արդեն ինչ-որ բան է ձեզ մոտ կայանում։ Դամայել ավելի լավ են ձեզ հետ։ Եվ այստեղ եւս հա հիվանդանոց է ցույց տալիս, սա հիվանդ է ցույց տալիս, ինչ-որ մարդիկ առավոտյան եք արտանում, զգում եք, որ հիվանդ եք, կամ հենց դա է, այստեղ ինչ-որ մեկը կա, որ հիվանդ է եւ դրա իր մասին կարող եք լսել, որ գնացել է հիվանդանոց, կարող է դա է։ Եվ երեկոյան կամ վատ լուր է կամ նաեւ ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 11-ին։
Հարգելի առույցներ, այդ օրը հուզված եք, չգիտեմ ինչու այստեղ ամենայն դեպս կողքերը ոչինչ չկա, որ ես ասեմ, նաև հանկարծակի լուր այդ օրը կլսեք, կարիերայի հետ կապված նվազում է սա, պատվերներ ոնց որ չկան, աշխատանքը շատ չկա այդ օրը, և կարող գորգռալ նաև, չգիտեմ ում վրա, միգուցե այդ պահով, որ պատվերներ չկա, չեք կարողանում ինչ-որ մի բան անել, միգուցե դա է պատճառը, որ գորգռում եք, հա ինչ-որ մեկի վրա, ինչ-որ կարող մեկին եք մեղադրում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 11-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, բայց երեկոյան այստեղ կամ վիճում եք, հետո եք նեղվում կամ նեղված եք և ոնց որ ինչ-որ մեկի հետ պետք է վիճեք, ինչ-որ բաներ ասեք, հանգստանաք և մտածմունքների մեջ կլինեք հետո։ Կմտածեք ինչու չկարողացա զսպել կամ առավոտյան եք մտածելու, առավոտյան ինչ-որ մտքեր ունեք։ Չնայած այստեղ նաև հաջողության փոխարեն նաև սա ունենք, դե ես արդեն ասեցի հաջողություն, բայց ոմանք կարող է իրենց ընտանիքի անդամների հետ նաև վիճեն կամ իրենց երկրորդ կեսի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 11-ին։
Հարգելի կշարքներ, այդ օրը առավոտյան կամ շուտ եք արթնանալու կամ կարող երկար մնալ քնած։ Նամակ կստանաք SMS եւ սպասում եք կամ սպասում եք նամակին կամ SMS-ին կամ կարող կստանալ հետո սպասել, որ ինչ-որ մեկը գա։ Օրվա ընթացքում ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, շատ աշխատանք ունենան, հանդիպեն վարչապետական աշխատողի հետ, նաև բավականին էմոցիոնալ կլինեք, միգուցե աշխատանքի հետ է կապված, միգուցե այստեղ առաջ խաղացում նաև ունեք, շատ չէ, բայց ունեք առաջ խաղացում, այնպես որ դա հենց կապված է կարող ձեր բիզնեսի, միգուցե գնում եք պետական աշխատող հետ եք խոսում, իմանում եք, որ ձեր գործերը առաջ են գնացել, առաջ է գնում, դա համար էմոցիոնալ եք։ Եվ երեկոյան հեռախոսազանգ կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 11-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը առավոտյան որևիցե խոչընդոտներ ունեք, նաև մտածում եք, թե ինչպես կարիերան ավելի շատ առաջ տանել, կարող է գործ ունեք, բայց շատ չէ, մտածում եք ինչպես անել, որ ավելի շատ լինի, ավելի առաջընթաց շատ ունենաք։ Նաև կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, միգուցե դրա հետ է կապված։ Օրվա վերջ մի քիչ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք տատանվել, հաջողության հույս ունենալ, բայց ամենայն դեպս ինձ թվում է դռները բաց են եւ եթե դուք չեք տեսնում կամ հույսով եք, որ դռները բացվեցին, ամեն ինչ նորմալ է, արդեն ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի։ Միգուցե դուռ է բացվում, միգուցե ինչ-որ հաջողություն է լինում ձեր գործերում, այն ինչ որ անում եք եւ դա ձեզ նոր հույս է տալիս։ Եվ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 11-ին։
Հարգելի աղեղնավորներ, հիանալի օր է ուղղակի, մեկը մյուսից լավ բաներ են։ Հեռախոսազանգ ունեք։ Ուր է հեռախոսազանգը։ Հա։ Հեռախոսազանգ ունեք, դա ձեզ հաջողություն է բերելու, չգիտեմ, գուցե ինչ-որ մի բան եք լսում այնտեղից։ Ոմանց այդ օր ամուսնության առաջարկ կանեն կամ հրավերք, որ թե հարսանիքի, նշանադրության, սա նաև գործարքի, որ կարող աշխատանքի հետ է կապված, ինչ-որ բիզնեսի հետ է կապված, այն ինչով որ դուք զբաղվում եք։ Նաև ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, նաև սա ձեզ սիրված կզգաք, ինչ-որ մի լավ բան է, դե բնականաբար, ինչ-որ բաներ է տեղի ունենում, ձեզ սիրված կզգաք, նաև ձեր հարազատների շրջապատում կարող եք լինել, ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան, գումար եք ծախսելու, միգուցե տան հետ է կապված, տան իրեր եք գնում, առիթ է, տուն եք գնում, տուն եք վաճառում, գումար է գալիս, այն ինչ-որ պահեր են, գումար եւ տուն, հա, կամ տան անդամները դա կարող է լինել։ Նաև կարիերայի բարձրացում ունեք այդ օրը, միգուցե պատվերներ, միգուցե նաև պաշտոնի բարձրացում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 11-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը մտքերի մեջ կլինեք, կամ այս օձերը կարող են ձեզ մտքերի մեջ գցել, կամ իրենց ասածների շուրջ կարող մտածել երկար-բարակ։ Նաև հանկարծակի լուր կլսեք, շատ մեծ այդ պայթունի նման ինչ-որ բան կլինի, նաև դա կարող է օձերը ձեզ ինչ-որ բան են որոշում առաջարկել եւ դրա շուրջ եք մտածում, պետք է հասկանաք, որ դա փուչ բան է։ Օրվա ընթացքում ովքեր հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեն, ապա այդտեղից հաստատ լավ լուր է, որովհետև ձեր տրավմատությունը կբարձրանա, միգուցե հղիությամբ հասնի, միգուցե մեկ այլ հարց է։ Եվ օրվա ընթացքում որոշ բաներ էլ նաև ձեր առջև փակ են, հնարավոր է նաև ճանապարհի հետ է կապված, հնարավոր է նաև ձեզանից է կախված եւ ձեր երկրորդ կեսից։ Միգուցե ինքն իրան եք սպասում, ինքը ինչ-որ մի բան չի արել, դրանից է, ինչ-որ բաներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 11-ին։
Հարգելի ջրոցներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, որը ձեզ հաջողություն է բերելու, հաջողակ լուր է ինչ-որ մի բան են ձեր գործերի վերաբերյալ։ Եվ ինչ-որ մի բան էլ ուշանում է։ Միգուցե ձեզ համար լավ է, որ դա ձգձգվում է։ Միգուցե դրա հետ բացարձակ կապ չունի, ամենայն դեպս ինչ-որ մի բան ուշանում է։ Հուզվում եք, երկար սպասված, որ թե նամակ կարող ստանալ, տեղեկատվություն, միգուցե նաև արտասվում եք, շատ էիք սպասել երևի դրան։ Եվ օրվա վերջ այստեղ տխրում եք, չգիտեմ արդեն ինչու։ Միգուցե այդ տեղեկատվության համար է չեմ կարող հստակ ասել, բայց ինչ-որ միայնակության զգացում ունեք, որ թե ինչ-որ բան է, ձեզ հետ կատարվում ինչ-որ դեպրեսիվ վիճակ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 11-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ, նաև գնում եք հանդիպելու ոչ մասնագետի, նաև հեռախոսազանգ ունեք, այդ օրը հուզվում եք աշխատանքի վայրում կամ գնում եք հարցազրույցի, նոր աշխատանքի եք ընդունվում, հանդիպելու եք պետական աշխատողի հետ, դրա համար եք հուզվում եւ նամակ կստանաք, ոչ թե փաթեթ, ոչ թե տեղեկատվություն, ինչ-որ մեկի հետ SMS-ով կգրվեք, երեկոյան բարի լուր, լավ լուր կլսեք, հնարավոր է նաև հիվանդանոցի հետ է կապված, հնարավոր է նաև հիվանդի հետ է կապված, տատանվում եք նաև գնաք բժշկի, թե ոչ, տատանվում եք նաև ձեր առողջության հետ կապված, օրինակ մենք ունենք չէ տենց ինչ-որ միտք, որ թեկուզ մի երկու հատ փռշտում ենք, ասում ենք կարող է հիվանդանում ենք, եւ այդպես այդ տրամադրությամբ կարող եք քնել նաև։ Սա եւ ուղղակի փորձում եք այցելել հիվանդանոց կամ ոչ բժշկական կենտրոն, գուցե դա է, հա, հուզվում եք, հանդիպում եք պետական աշխատողի, կարող է հիվանդանոցի հետ, կարող է երեխա է ծնվել եւ անպայման ուզում եք ներկա գտնվեք, թեկուզ որ ժամին էլ որ լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։